Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը եւ Արշակ arczepiskopos Խաչատրյանի նկատմամբ կիրառեց երկամսյա կալանք։ Հայ առաքելական եկեղեցին գլխատելու վերջնական կործանման տանելու հերթական ակցիաներ այսօր դատարանում որոշման հրապարակումից հետո հայտարարել են դատարանի բակում հավաքված քաղաքական ու հասարակական գործիչները, հոգեվորականները։ Բոլորս էլ գիտեինք, որ այդպես է լինելու, դա ուղիղ հրահանգ էր Նիկոլ Փաշինյանից, դատարանի բակում լրագրողներին ասել է Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։ Հինգշաբթի Արշակ arczepiskopos Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն ներկայացվել, նրան ներքաշում են թմրամիջոցների հետ կապված 7 տարվա վաղեմության մի պատմության մեջ։ Փաստաբանի խոսքով որևէ հիմնավորում, որ arczepiskopos-ը կատարել է այդ հանցանքը չկա, կա ընդամենը ենթադրություն։ Ինչպես գիտեք, Մայրաթորի դիվանապետին 3 ԱԱԾ-ն ձերբակալել էր քննչական կոմիտեից դուրս գալու պահին։ Ասես կարդաց գնաց։ Բավարարել երկու ամիս կալանք, այսինքն ուրիշ բան չկա, որոշումը դեռ չենք ստացել, որոշումը ավելի ուշ կտրամադրեն, հիմա ընդամենը քաղաքացիներ։ Բնականաբար կբողոքարկվի։ Ասեց ինչ տրամադրությունը շատ լավ է, առողջությունը շատ լավ է, ինչ ասեցին ինչ որ միշտ, որ շատ բոլորս է գիտեինք ինչա լինելու։ Հիմա էս է իշխանությունը, էս է դատարանը եւ էս դատարանը։ Դեռ 3 բոլորս գիտեինք, որ սա ուղիղ հրահանգ է Նիկոլ Փաշինյանից եւ դա լինելու է։ Սրա դեմն առնելու միակ ձևը իշխանապողությունն է, ուրիշ ձև չկա։ Անընդհատ այդ ենք ասել։ Այսքանը շնորհակալություն։